Նորից բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, մաս երկրորդ, որը որ խոստացել էի ձեզ, հիմա խոսենք հետևյալ մարդկանց մասին, այսօր կխոսենք Նիկոլ Փաշինյան, Գագիկ Մելքոնյան, Գևորգ Պապոյան, Ռուբեն Ռուբենյան, եթե մի բառով ասեմ, մենք խոսալու ենք Նիկոլ շոուի մասին, որը որ ինձ թվում է բավականին հետաքրքիր կլինի։ Ուրեմն սիրելի բարեկամներ, երևի խոսենք սկզբից Գևորգ Պապոյանի մասին, որը որ երեք գտնվելով Աբարանում հիանում էր, որ դրսում գալիս է ձյուն եւ գալիս է անձրև։ Գևորգ Պապոյան, անձրևն ու ձյունը գալիս է նրա համար, որովհետեւ դուք ստում եք բոլորը, դուք ստախոսում եք, ամպերը լացում են։ Դուք ստախոս եք։ Իսկ ինչ վերաբերում է, որ ասում եք լավ բերք է լինելու, Գևորգ Պապոյան, դուք անգամ այնքան բան չգիտեք, որ եթե մեղում փոշեդրում չի կատարում, ուրեմն բերք չի կարող լինել։ Շատ անձրևը դա վնաս է, Գևորգ Պապոյան։ Չգիտեք, գյուղատնտեսությունից գաղափար չունեք, սա ինչից գաղափար ունեք, որ դրանից ունենաք։ Սա թեթև ռեպլիկա Գևորգ Պապոյանին։ Սիրելի բարեկամներ, հիմա եկեք տեսնենք ինչ է ասում Իլհամ Ալիևը, այնուհետև ինչ է խոսում Գագիկ Մելքոնյանը։ Армения гонку вооружений с нами не выдержит. Несмотря на то, что большую часть вооружений с Запада они получают бесплатно, либо в кредит, который, естественно, потом будет списан. Но даже в этом случае они гонку вооружений с нами не выдержат. Результаты Второй Карабахской войны, антитеррористической операции сентября 23 года не должны быть ими забыты. Также они должны понимать, что несмотря на максимальную поддержку режима Макрона, а также Госдепартамента США, здесь на земле, если они задумают очередную провокацию против нас, им никто не поможет. Как им помог Макрон в 2020 году или в 2023 году? Поддержал, за ручку, наверное, я не знаю, еще за какое место. Вот и все. Շփվում եմ ժողովրդի հետ։ Ժողովուրդ ասում ավելի լավ ասոված մնանք։ Մենակ խաղաղություն լինի մեր երկրում։ Մեր երեխեքը չհետանզողվեն։ Ու բոլորը էդ են խոսում։ Իսկ մնացած թե ով ինչ կխոսա ժամանակավորը անժամանակ, ես որ ասում եք դեր կանգնեք ձեր խաղաղությանը, մենք մեր ժողովրդին ենք դիմում, որ ժողովուրդ ձեր քվեով դուք որոշում եք մեր երկիրը խաղաղություն կունենա թե չի ունենա։ Դրա համար ժողովրդի լուծելիքն է այդ։ Գագիկ Մելքոնյան, լսեցիք ինչ է ասում։ Ինչ խաղաղություն ես ասում, Գագո, որ խաղաղությունը։ Այդ ցենց խոսում ես, ժողովուրդը պետք է բերում գցում եք ժողովրդի գրպանը, Գագիկ Մելքոնյան, որ վաղը մյուս օր ասեք ժողովուրդ, դուք ասիք խաղաղության ենք եթում, Գագիկ Մելքոնյան, ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում, անգամ Արցախի հողը, Թուրքի ոտը, Թուրքի սապոկը չի հանդուրժում, չես հավատում, տես։ Allah özür sağlasın. Çok pis. Ərazi olaraq tam sürüşmədədir, ərazi olaraq. Təbii fəlakət. Səsi gəlir, axırda gedir. Özdə bura gedir. Տեսակ, սիրելի բարեկամներ, ինչ է կատարվել Արցախում։ Գագո տեսար, մի փորձեք խաբել ազգիս։ Գագիկ Մելքոնյան, մի փորձեք։ Դուք չեք վերընտրվելու, ես քեզ ասել եմ, դու քար ես կդրելու, Գագո, դու քար ես կդրելու։ Դու գեներալ չես, դու եֆրեյտեր չես։ Ես այդ գեներալի աստղերը ես քեզ հիշացնելու եմ, Գագիկ Մելքոնյան։ Լավ հիշի։ Պագոնները պինդ կպահես տունը չկորցնես, որ այդ գեներալի ուսադիրերը ուսերիդ քար եմ կդրել տալու քեզի։ Հայկական ուժերի շնորհիվ։ Հələ տենամետի խաղաղության ես եթում, ում հետ ես եթում։ Այդ սենցա վաղցել է ձեզի Ալիևը,
որ ասում է անհնարին է, չեն կարա։ Նիկոլ Փաշինյան, ինչու չեք արձագանքում այս բեղերով տառականին։ Ստեղ ինքը հայ ազգին չի կպնում, ինքը անձամբ քեզ է կպնում, Նիկոլ Փաշինյան։ Միգուցե չի կպնում։ Ժողովուրդ ջան, տեսակ ինչ ասեց, ասում է ձեռ տվեց ձեռքին, միգուցե ուրիշ տեղերին, որտեղից են ձեռ տվե Նիկոլ Փաշինյան։ Ես չեմ ասում, քո բարեկամ Ալիևն է ասում։ Վիրավորանք չընդունես Արթուր Ֆարմանյանի կողմից։ Ինքը ասում է կարող է ուրիշ տեղին ձեռ են տվե։ Ում են ձեռ տվե եւ որտեղին են ձեռ տվե Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, Նիկոլ շոուն շարունակվում է, ինչպես ասեցի, ճանապարհին ոստիկանության մեքենան կպնում է մի ուրիշ քաղաքացու մեքենայի, որտեղ կան զոհեր, ավարիա, ավտովթար։ Նախ ուզում եմ մեր խորին ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին եւ ասել իրենց համբերություն։ Հիմա տեսեք ինչ է ասում Ռուբեն Ռուբենյանը։ Խնդրեմ ժողովուրդ ջան, տեսնենք այս երկու տեսահոլովակը։ Ողբերգական ավտովթար է եղել Արագածոտնի մարզում քարոզարշավի համար լոռի ուղևորվող Նիկոլ Փաշինյանի ուրախ ավտոբուսին ուղեկցող ոստիկանական գվարդիայի ավտոբուսն ու մինիսան իրար են բախվել Քուչակապարան ճանապարհին։ Իշխանություն լրատվականին հայտնի էր դարձել, որ զոհ ու վիրավորներ կան։ Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը։ Առավոտյան 7:50-ի սահմաններում է եղել վթարը։ Ըստ ոստիկանության նախնական տվյալների ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել 12 անձ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իշխանություն լրատվականին հայտնի է դարձել, որ մահացողը Նիսանի վարորդն է։ Բուժօգնության դիմաց 12 քաղաքացիները ոստիկաններ են, նրանք ծանր վնասվածքներ չեն ստացել։ Այսօր այն նույն պահին, երբ որ մենք Երևանից դեռ չէինք շարժվել, Ապարանի շրջանում մի մեքենա դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ վթարվել է ոստիկանական մեքենայի հետ, արդյունքում կա 1 զոհ։ Ինչ է անում ընդդիմությունը։ Նրանք հայտարարել են, որ այդ ոստիկանական մեքենան ուղեկցում էր Փաշինյանի ավտոբուսը։ Կրկնում եմ, այն ավտոբուսը, որը վթարի պահին Երևանում էր եւ ընդհանրապես Ապարանում չէր։ Ինչու են նրանք սա անում։ Որովհետեւ նրանք ունեն մեկ գործելակերպ՝ գտնել զոհ եւ զոհը վերածել քաղաքական կապիտալի։ Գտնել արյուն եւ արյունը վերածել քաղաքական կապիտալի։ Բայց իրանք ունեն մեկ խնդրեմ։ Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո սահմանի զոհ չի լինում եւ ինչ անեն, ստիպված անգրի պես հարձակվում են օրինակ ավտովթարների զոհերի։ Ռուբեն Ռուբենյան, այդ լոլո ում եք ուզում կարդակ։ Մենք եղել ենք Երևանում եւ երբ եղել է ավտովթարը։ Դուք հույսերը դրել եք, որ մեր սիրելի հայրենակիցները Հայաստանից Հանրապետության քաղաքացին տեղյակ չի, թե ինչպես են կատարվում այցերը առաջի դեմքերի, եկել եք մենք Երևանում ենք եղել, դա եղել է մեզանից առաջ։ Ժողովուրդ ջան, ուրեմն հերթով հիմա արձագանքեմ համ Ռուբեն Ռուբենյանին, համ բացադրեմ ձեզ։ Նախ առաջինը, Ռուբեն Ռուբենյան, այն ինչպես կասեր տատիկը ձեր փեշերից հեռու չի։ Հղի աղջիկա, գցեք մեքենայի տակ, ոչ մեկ պատասխանատվություն չկրի, թե դա դուք չէիք։ Ներողություն դուք չէիք, դա կորտեժն էր վարչապետի։ Դուք պրիչոմ եք կամ վարչապետը պրիչոմ իր մեքենայի տակ հանգե, կորտեժի, կառավարական մեքենայի տակ հանգե։ Ոչ մեկ պատասխան չտվիկ, բայց տալու եք, դու էլ ես քար կդրելու, դու Ռուբեն Ռուբենյան, դու դες խոսա, լավ խոսա։ Հիմա բացադրեմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ միգուցե դուք չգիտեք Ռուբեն Ռուբենյան, թե ինձ են կազմակերպում այդ միջոցառումները։ Ուրեմն իրենք, գիտեք չէ ժողովուրդ ջան, ինչ է նշանակում յանիչարներ։ Առաջ թուրքերը վերցնում էին այլ ազգերի երեխաներին, դաստիարակում էին, մեծացնում էին, կռիվ բան սովորացնում էին, դարձնում էին յանիչարներ, որոնք կրնում են հավատարիմ սուլթանին։ Հիմա տվյալ դեպքում այս ոստիկանությունը, որը մեր հայ ազգի զավակներն են, սրանք ուզում են դարձնել յանիչարներ, անվանենք պայմանական, որ դրանք յանիչարներ են, իրենք առավոտյան շուտ ուղարկում են այդ յանիչարներին, որպեսզի նրանք ապահովեն անվտանգությունը չարաբաստիկ կառավարության, որի անունն է ԿՊ։ Նրանք գնում են, այդ ավտովթարը լինում է մարդ է զոհվում։
Ռուբեն Ռուբենյան, գոռում եք խաղաղություն, մարդ չի զոհվում, ամեն օր, ամեն վայրկյան Հայաստանից Հանրապետությունում զոհվում է մարդ եւ մեծամասնությունը երիտասարդություն։ Սա էլ է ձեր ծրագիրը, Ռուբեն Ռուբենյան։ Հարցը ձեզ։ Կարձագանքեք, Ռուբեն Ռուբենյան, դուք TikTok-յան թույն բլոգեր եք դառը։ Կարձագանքեք, ես ուշադիր հետևում եմ ձեզ եւ ձեր բոլոր կպականները, թե դուք ինչ եք բլտստում եւ ոնց եք ուզում խափած լինեք մեկ անգամ եւս Հայաստանից Հանրապետության հպարտ քաղաքացուն։ Իդեպ ժողովուրդ ջան, հպարտ քաղաքացու վերաբերյալ այս վերջի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին շատ գերազանց հարցեր ուղեց մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հիմա տեսնենք այս երկու տեսահոլովակը, խնդրեմ։ Ախեսի լավ թթվի հոտա գալիս։ Չէ, չեմ ուզում։ Բանը սոխտորի թթու, բողկի թթու, մի րոպե մոժոժ, այ մոժ, հələ ինչ մոժոժը։ Չէ, չեմ ուզում, շնորհակալ եմ։ Հələ ինչ մոժ։ Դուք եք դնում մոժոժը։ Բոլորը ես։ Ես այստեղ դնեմ։ Իսկ ինչ արժի մոժոժը օրինակ։ 2500 դրամ։ Հա, շատ լավ մոժո։ Հիմիկվա մոժոները են խանութեմ շատ սպիտակ են, բայց ձերը նորմալ բնական գույն։ Արդեն ես ձեր հարցեն Այս գնով խաղաղությունը ինչ գնով։ նորմալ է։ Ինչ գնով։ Ինչ գնով որ այս Խաղաղությունը միշտ խաղաղությունը ձեռք ենք բերել, անկախություն ենք ձեռք բերել, պետություն ենք ձեռք բերել։ Մենք ֆորպոստից, մենք վասալից, մենք հպատակից դարել ենք պետություն, դարել ենք քաղաքացի։ Չէ, ինչ գնով, ինչ գնով։ Ինչ գնով, ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձրաց չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քերրիկ ասեի, լավ։ Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիքը։ Հա։ Չէ, բացի ձեր ղեկավար Դուք օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի չի զգացում արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի։ եմ, բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ էլ հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովաց է ու հպարտացել է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմից ես եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է տենց խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում որ ձեզ բան չլինի, հանդերձ կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ Որ ավարտեք ես կարձագանքեմ։ Ավարտեցիք, վստահեք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից իրան դուխով ու հպարտ պահի ձեզ դուր կգա։ Նիկոլ Փաշինյան չկարողացար անգամ գրագետ պատասխան տալու եւ այդ ինչ վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչ վերաբերմունք է Նիկոլ Փաշինյան, ինչ է նշանակում մորքուրս եթե ունենար մի բան կլիներ քերրի, մի ձեր արևին է միտում ցիտում եք, հա, ուզում եք Վլադիմիր Պուտինին նմանվեք, մի քանի տարի առաջ էնի էր այտենց ասում, դե նրան պարզ է, նրանք ռուս են, նրանք կարան ասեն, դուք էլ եք ռուս, Նիկոլ Փաշինյան, մեծ սովորի հպարտ քաղաքացու հետ խոսալ Նիկոլ Փաշինյան եւ հարգանքով վերաբերվիր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, քիչ ժամանակ է մնացել, միգուցե մի քանի մարդ Նիկոլ Փաշինյան ձեզ կներեն, գոնե դրա համար մարդկանց հետ հարգանքով խոսացեք։ Հիմա տեսեք հաջորդը, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը իր Նիկոլ շոուի ժամանակ բնական է
մարդկանց հետ, որ արդեն տեսնում է, որ չի կարող պատասխանել, վիրավորում է։ Նախ անցյալ այցի ժամանակ մարդկանց երեխաներին ուղարկում էր 6 կիլոմետր, ասում էր ես իմ երեխեքին դպրոց տարեբերել եմ, դուք 3 կիլոմետր չեք կարա տանեք բերեք, այդ դրա մասին ես խոսացել եմ, ես արձագանքել եմ, իսկ այս անգամ ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Հենա հիմա այնքան մարդ աչքերի վիրահատություն անում։ Այնքան մարդ աչքերի վիրահատություն անում, դուք էլ գնացեք։ Բան չի չեք գնում։ Տարող չունի, մինասարտիմ։ Այստեղ ոնց եք հասել։ Պոլիկլինիկան որտեղ է այստեղ ժողով։ Հերու է, հերու։ Ինչքան է հերու։ Պոլիկլինիկան որտեղ է։ Կիլոմետրից ավել է։ Հա։ Բարև ձեզ, պոլիկլինիկան։ Մարիկ ջան, այստեղ հիմա այսքան հասել եք, ընդեղ էլ կհասնեք, էլի։ Այստեղ օրը կան։ Նիկոլ Փաշինյանը տատիկին ասում է, որ հասել ես։ Մայրիկ ջան, ընդեղ էլ կհասնես, մի կիլոմետր ու կես է։ Նիկոլ Փաշինյան, բայց մի ամիս առաջ ինչի իրար հերթ չէիք տալի, սիրելի տատիկներ եւ պապիկներ, սիրելի տատիկներ եւ պապիկներ։ Դա տատիկն է։ Այդ տատիկին խես հանե տրաս, տեղն է ցույց ես տալի, վերջում է արհամարում էթում ես։ Մեր քույրեր եւ եղբայրներ, ավակ քույրեր եւ եղբայրներ, սիրելի տատիկ եւ պապիկներ, այսենց իրանք իրանց դեմքեր, իրանց դիմակներ այսպես պատռում են։ Ընդամենը պետք է իրենց այցերի ժամանակ իրանց հարց տալ, թե ինչ անենք, իրանք դրա պատասխանը չունեն իրանք իրանց պատասխանը։ Իսկ Նիկոլ Փաշինյան, եթե դուք տատիկ, պապիկ սիրող եք, ինչպես նախկինում ընդդիմադիր ժամանակները տատիկ պապիկների նիսյաներով ցուցակները այդ հիստերիկի ձևի որ գոռում է իր ազգային ժողովի դալիճում, դա տատիկ պապիկներն են։ Ասեք մայրիկ ջան, հարց չկա, մենք այդ հարցը կուղենք, այդ կաշառակեր ձեր կուտոկից մեկին հանձնարարեին, տատիկին տանեին, աշկերը վիրահատեին։ Նիկոլ Փաշինյան, մյուս հարցը։ Նոր սուպերմարկետ է բացել, խորտ նախագահ, կաֆե, լավ։ Բարև եղբայր։ Հա եղբայր։ Ես հասկանում եմ, որ դավաճանությունը դա մարդու բնավորություն է, բնավորությունն է։ Դուք անգամ մեկիդ եք հասնում, անցյալ անգամ են մի այցի ժամանակ, չգիտեմ ուր էիք գնացել, Մարտուն էիք գնացել, ուր էիք գնացել, ասեն այս դղյակները մեր ոստիկանապետի դղյակներն են, որ բզեցիր թևով, հա ամբողջ աշխարհը տեսավ խայտարակվար, այս անգամ էսով էր եկե, այդ ում սուպեր կա, ձեր սուպերմարկետների մասին որ խոսում էր, որ նորից վատացա։ Դուք արդեն մեկիդ ուտում եք ու մեկիդ ազդում եք։ Քանի որ դավաճանություն այդպիսի բան է, չի կարելի պահել դավաճանությունը, Նիկոլ Փաշինյան։ Մեկիդ փուրտ եք տալի, կներեք ժողովրդական բառիս համար։ Հա, լավ եք անում, ճիշտ եք անում։ Դուք ինչ անում եք, ճիշտ եք անում, պարոն Փաշինյան։ Այդպես էլ չլսեցի արձագանքը ձեր ինձ, Նիկոլ Փաշինյան, միգուցե ինձ մարդու տեղ չեք դնում։ Կարող եք։ Ոնց դուք կարող եք հային մարդու տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Ես խո Միլխամ Ալիևը չեմ, կամ Էրդոգանը չեմ, որ ինձ բանի տեղ դնեք։ Իսկ ձեր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյան, սրանք են։ Ես արդարություն եմ ուզում, թե բանավարում իմ ամարսիկա։ Ես արդարություն եմ ուզում, թե բանավարում իմ ամարսիկա։ Գալիս է արդարադատության նոր ձեր նախարարը, Էմկա Շիրինյանը։ Շնորհակալ եմ, Ալլահ, շնորհակալ եմ, Ալլահ, իրոք, Ալլահ։ Տեսակ, իսկ մեր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյան, սրանք են։ Փողոցային շունը, որ մարդկանց փողոցից հավաքելով բերեց կառավարության ու պարլամենտ ստեղծեց։ Փողոցային մարդիկ են։ Կեսը նարկոմանա, կեսը ալկոգոլիկա, մնացածն հայրենիքի դավաճան։ Ֆրանսիացի լավ դերասան կար, ասում է, որ ձեր հետույքում ծաղիկներ եք դնում, դա չի նշանակում, որ դուք ծաղկաման եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրան ծաղկամանի տեղա դրել։ Չի մտածում, որ Ալիևը ուղղակի ծաղիկներ ատնկում համապատասխան վայրում։ Հիմա Ալիևը վաղը չեմիսոր ասի ուրիշ բան, էլի ուրիշ բան անելու ինքը։ Այսինքն եւ սահմանադրության փոփոխությունը ես կապում եմ միայն ու միայն Ալիևի պահանջի հետ։ Ինչ ասի Ալիևը։ Տարբերությունը զգացիք, Նիկոլ Փաշինյան։ Գնա ու մտածի, Նիկոլ Փաշինյան։
Սիրելի բարեկամներ, ես միշտ մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկին նման է, էլի չի կարող պատես, նմանցնում եմ, այս մարդուն ինչ-որ մեկին նմանցնում եմ, թե իրա քայլերով, թե իրա խոսածով, թե իրա արածով, բայց երեք գտել եմ ում է նման Նիկոլ Փաշինյանը։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո իշխանության մեծամասնությունը կազմում էին ջհուդական բոլշևիկները, ղեկավարվող Վլադիմիր Լենինով։ Եվ ես այդ ուղղությամբ մտածեցի եւ գիտեք ինչ մտքի եկա, որ Վլադիմիր Ուլյանով Լենինը ջհուդական բոլշևիկ խորհրդային միության один в один ռուսերեն ասած նման է Նիկոլ Փաշինյան։ Հիմա ասեմ ինչու։ Դե դուք գիտեք, ես բազմիցս ասել եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես ստալինիստ եմ։ Ես կյանքում չեմ ընդունել լենինյան բոլշևիզմը, տրոցկիզմը չեմ ընդունել։ Ես ստալինիստ եմ եղել ողջ կյանքը։ Հիմա տեսեք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Սկզբից տեսնենք այս տեսահոլովակը, նոր մեկնաբանում, խնդրեմ։ Այս Լենինի արցանը սուբվենցիա նորը։ Բավարար չէ, գյուղը իստմա հարաբեցնում մի այդ գյուղնա որտեղ։ Հələ, այս ինչի շարժան բան ունիկալ տեղ է։ Ես առաջի անգամ որ եկել էի, զարմացել էի 2017 թիվն էր ոնց որ։ Բարև ձեզ ժողովուրդ։ Մի հատ էլ նկարիստ է։ Սենց էլ ուրիշ տեղ երևի չկա, չէ, Հայաստանում։ Չգիտեի, որ սենց 3 տեղ կա, բայն երկուսը որտեղ է։ Անտարում? Անտարում հաշիվ չի։ Նիկոլ Փաշինյան, այս բարեկամի տեսար, այդքան ուրախացար։ Հա? Այս ինչ ուրախություն էր, այս ինչ սելֆի էր, Նիկոլ Փաշինյան։ Բայց գիտեք ինչով է նման Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ջան, Վլադիմիր Լենինին։ Վլադիմիր Լենինը նույն հաջողությամբ ուզեցավ քանդել եկեղեցիներ եւ քանդեց, ինչը անում է Նիկոլ Փաշինյանը։ Վլադիմիր Լենինը, ջհուդական բոլշևիկ Լենինը, նույն հաջողությամբ տվեց թե Արևմտյան Հայաստանը, թե Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Չէ Նիկոլ Փաշինյան, հարազատ ոգի գտար, ուրախացար, որ 3 հատ արձան կա։ Նիկոլ Փաշինյան, խորհուրդ եմ տալիս ձեզ, որ կգնաք Մոսկվա հեծանիվ քշելու տեղը Վլադիմիրիչին ասեք, դամբարանում պարկած է։ Կողքը պարկեք, սելֆի արեք։ Կարող անկաջներից մի երկու բան ասի Լենինը։ Ձեր Լենինը, ջհուդական Լենինը, թուրք սիրող, Աթաթուրքին նվիրված Լենինը, միգուցե ասի, Լենինը կյանքում չի եղել կոմունիստ, Լենինը եղել է դավաճան էակ, նույն ձևի ինչպես դուք, և ազգիս, հայ ազգիս ոխերիմ թշնամին, Նիկոլ Փաշինյան, այդ Լենինի ծրագրերն եք վերցել է օգտագործում, ժողովուրդ ջան, մտածում էի նմանա, մի հոգու նման ասա, բայց ում ա նման, բայց երեք գտա։ Նույն բանը, ինչ որ արել է Լենինը հայ ազգիս գլխին, նույն բանը անում է Նիկոլ Փաշինյանը։ Նույն բանը։ Բայց Նիկոլ Փաշինյան, այսօր քաղաքական դաշտում ի հայտ է եկել Արթուր Ֆարմանյանը, որը որ ստալինիստ է ոտից մինչև գլուխ։ Ստալինիստ, այդ որ քարկը դրել եմ տալի, դա ես սովորել եմ Իոսիֆ Վիսարիոնից Ստալինից։ Ասեմ, որ իմանաք, հենց նենց չեմ ասում։ Բայց որպեսզի սիրելի բարեկամներ, այն աղբը, որ գցում են Իոսիֆ Ստալինի վրա, գրելով մամուլները, բայց նա ասել էր, չէ, ասել էր իմ մահից հետո իմ վրա աղբ եմ նետելու։ Բայց պատմությունը այդ աղբը կմաքրի, այսօր մաքրվում է այդ աղբը։ Եվ ով է եղել իրականում Իոսիֆ Ստալինը, եւ ինչ է արել եւ ինչի համար է արել, դրա լավ մեկնաբանությունը տվել է Յակով Կեդմին։ Գիտնական, զինվորական,
Չնայած որ հրյա է, նա հրյա է, ջհուդ չէ, նա հրյա է։ Ես հարգում եմ տվյալ ազնվորության գաղափարը եւ իրեն գաղափարախոսությունը։ Լսենք ինչ ասում Յակով Կեդմին, խնդրեմ։ Так народ любит. Сталин был последний государственный деятель, который заботился о своей стране. После него таких не было, которому было абсолютно наплевать на свои личные интересы, личные богатства, личные удобства. Не было у вас таких после него. И потом, никогда, когда рассматривают Сталина, обращают внимание на те или иные его действия. Сталин был жестокий человек. Но жестокость не была его самоцель. Это был инструмент, другого он не нашел. А мог он найти другую? Нет. Была альтернатива Сталину или нет? У кого? Троцкий? А Троцкому было наплевать на Россию. Не, ну если уж говорить о жестокости, то Сталин по отношению к Троцкому был маленький ребенок. Да, но я говорю... Троцкий-то был просто патологически жестокий. Но я говорю сейчас об альтернативе. Троцкому было наплевать на Россию. И 90% большевиков было наплевать на Россию. Независимо от их происхождения. И русским тоже. Сталин оказался единственным, которому была дорога Россия. Грузинский семинарист. Но он любил Россию. По-своему. Он не нашел других методов. Были другие методы? А я не знаю. Все, кто выступает с критикой Сталина. А как бы вы сделали из неграмотной России интеллигенция, которая презирает свой народ, не хочет его знать, народ рабов, и немного интеллигенции, которая знает французский и немецкий, а на русский им наплевать. Как из этой страны сделать что-то в том мире, который начался в 20 веке? Все упрекают Сталина за то, что он сделал с колхозами, с мужиками. А если бы он не сделал, чем бы Советский Союз воевал в 1941 году? Мужик, он мужик. Что Сталин сказал? Мы мужику дали деньги, а он нам не дает хлеб. Потому что он мужик, он приземистый. А другого способа у него не было. Если кто-то может сказать, что можно было другим способом провести индустриализацию страны, в то время, в тех условиях, с тем народом, который был, с той властью, которая была, можно было другой властью? Не было. Не могла быть тогда в России демократия, ее не было нигде. А тот, кто говорит, чтобы народ был свободный, безграмотный народ свободным не может быть. Рабы в первом поколении свободными не могут быть. И поэтому была в России такая власть, которая могла удержать Россию. Была бы другая власть, не было бы России. Տեսակ ժողովուրդ ջան, ոչ ավելցնելու, ոչ պակասացնելու բան չկա։ Ուրեմն, ինչպես միշտ ասում եմ, հունիսի 7-ին 2026 թվականին ես կզեկուցեմ ամենօրյա ռեժիմով ով ինչ է անում։ Հետևեք, խնդրում եմ, բաժանորդագրվեք եւ դուք կանեք ճիշտ որոշում, որը թելադրում է ձեր գաղափարը եւ ձեր սիրտը։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախկա հայությունս, կեցե Արցախ հայությունս, կեցեն այն ազգերը, ովքեր ապրում են եւ ցավում են Հայաստանից Հանրապետության համար։ Կեցե հայկական Արցախը, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշյան, հայկական Արցախը, ուրեմն ասում ենք հետեւյալը՝ Հայաստան, Սևանալիճ, Արցախ, Սուրբ Մասիս լեռ, Արևմտյան Հայաստան, կեցե առաքելական Սուրբ եկեղեցին, կեցե հայոց կաթոլիկոսը անկախ իրեն անունից, կեցե դու հայ ազգ, կեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, դուք ջախջախելու եք նիկոլական ռեժիմը, դուք վերջ եք տալու դավաճանությունը։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, հույսով եմ տեղեկացվակ, հույսով եմ լսեցիք, ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն, Աստված բոլորիս պահապան։